Ամոթ մի համարի և հարցում եք տալիս, ինչը, որպեսզի իմանանք ինչը, մի քիչ պիտի սպասենք, նախ և առաջ աշխատենք զարգացնել նյութը և դրա համար կարդանք Ծննդոց 2-րդ գլխից 2:25 հետևյալն է ասում. Ադամը և Եվան եդեմական պարտեզում են, և Ադամը և իր կինը երկուսն էլ մերկ էին ու չէին ամաչում, բայց 3-րդ գլխում մի դեպք կատարվեց, որի արդյունքում այսօր այս մեղավոր մարդկությունը կա, մեղսալից ճանապարհը կա աշխարհի և դժոխքը և ծծումբի լիճը և ահավոր դատաստան, 3-րդ գլխի 6-8 համարներում կինը տեսնելով, որ ծառը աղեկ էր կերակուրի համար և հաճելի աչքերին և փափագելի իմաստուն լինելու համար, առավ նրա պտուղն ու կերավ և իր էրկանն էլ տվեց և նա էլ կերավ ու նրանց երկուսի աչքերը բացվեցին, իրենց մերկ լինելը տեսան և թզենու տերևներ կարեցին ու նրանց ծածկոցներ արեցին։ Օրվա զովատենը պարտեզի մեջ պտտող Տեր Աստծո ձայնը լսելով Ադամը և իր կինը Տեր Աստծո երեսից պարտեզի ծառերի մեջ պահվտեցին։ Մերկ էին ու չէին ամաչում, սակայն մեղքը գործեցին, իրենց աչքերը բացվեց, իրենց մերկությունը տեսան, միջոց փնտրեցին, տերևներով փորձեցին իրենց ծածկեն։ Քանի օր պիտի դիմանար այդ տերևը։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ, ամոթը մեջտեղ եկավ և նաև սրա հետևանքով թաքնվեցին Աստծուց, որովհետև պատասխանատվություն են կրում, բայց Աստված իրենց համար հոգաց։ Կարդանք 21 համարը. Եվ Տեր Աստված Ադամին և նրա կնոջը կաշվե հանդերձներ շինեց և նրանց հագցրեց։ Ուրեմն Աստված հոգաց նրանց համար, կաշվե հանդերձներ հագցրեց։ Նշանակում է Աստված զոհ արեց։ Եվ այդ զոհը խորհրդանշում է գալիք լավագույնը, Քրիստոսը։ Այդ անասունի արյունը թափվեց նրանց մեղքերի համար և նրանք Աստծո առջև արդարացան։ Աշխարհում հասկացված ամոթ հասկացողությունը և Աստծո կողմից մեզ ներկայացված ամոթը իրարից խիստ տարբեր են, որովհետև աշխարհի նշած զոհը ամոթի և աստվածայինը նրանց միջև սարերի և ձորերի տարբերություն կա։ Բայց ինչ է ամոթը, մեկնաբանությունը տանք, definition, shame անգլերենով, որ էպիքինոմա հունարեն բառն է, նշանակում է մեղքի գիտակցության պատճառով առաջացած ցավալի զգացմունքներ։ Shame is painful emotions caused by
consciousness of guilt։ Սա էլ երիտասարդների համար ավելի լավ հասկանալու։ Աշխարհի մարդկանց համար ամոթի այդ վիճակը լավագույնս ներկայացնում է Աստծո խոսքը։ Կարդանք Փիլիպպեցիներին գրված նամակի 3-րդ գլուխ 18-19 համարը։ Վասնզի շատերն են քայլում, որոնց համար շատ անգամ ձեզ ասեցի, հիմա էլ լալով կխոսիմ, այսինքն Քրիստոսի խաչի թշնամիների համար, որոնց վերջը կորուստ է, որոնց Աստված իրենց որովայնն է, ստամոքսը, եւ նրանց փառքը իրենց ամոթն է, որոնք միայն այս երկրավոր բաների վրա են մտածում։ Ահա մարդու ամոթը, իր անունը, իր փառքը, իր հեղինակությունը հանկարծ չխաթարվի, այդ անվանը հանկարծ ոչինչ չկա, դա է իր համար ամոթ։ Քանի որ աշխարհի բարոյական չափանիշները շատ ցած են, հետևաբար նաև մարդիկ մեղքի պատճառով այդ ամոթի զգացողությունը չունեն։ Դեռ ավելին նողկալի արդարացումներ։ Օրինակի համար, լսած կլինեք, եւ սա զզվելի խոսք է։ Էլ ինչ տղամարդ, որ սիրուհի չունենա։ Թույլ տղամարդիկ են սիրուհի պահում։ Իսկ զորավոր տղամարդիկ ընտանիք են պահում։ Այն ինչ որ բնական է, բարոյական է։ Ոչ, դա անասնական է։ Որտեղ միայն կենթանական աշխարհում նման բան կա։ Եվ սա խիստ դատապարտելի է։ Օրինավոր ամուսնությունից դուրս ամեն հարաբերություն մեղսալից է եւ առաջնահերթ Աստծո հանդեպ, որ դատապարտելի է։ Աստծո չափանիշով գողանալը մեղք է, բայց լավ գողացողներին ինչ են ասում, ասում են ճարպիկ մարդ է։ Անօրինության վաստակելը ներկայացնում է որպես աչկաբաց լինել։ Կցիությունը գնահատվում է որպես խնայողություն։ Համասեռական ապրելաձևը, որ մենք ասում ենք նաև միասեռականություն, դա սոդոմական մեղքն է, որ Աստծո առջև զազրելի մեղք է, ահավոր մի մեղք է, եւ Աստված արդեն պատմության մեջ այդ դատապարտությունը բերեց, Սոդոմը, Գոմորը եւ շրջակա քաղաքները պատժվեցին երկնքից կրակ իջավ եւ սպառեց ամենը։ Բայց այս օրերի մեջ, մեր ժամանակների մեջ ծաղկում է սա։ Ձեզ թարմ լուր ասեմ, 2 օր առաջ Իռլանդիայում պետական մակարդակով համասեռականությունը ընդունվեց որպես օրինավոր ապրելաձև։ Կաթոլիկ Իռլանդիան, որտեղ խիստ դրված restriction-ներ կան, չէ՞, եւ այսօր մենք տեսնում ենք ամբողջ աշխարհը այս ճանապարհով է գնում։ Եվ Աստծո բարկությունը նորից պիտի գա։ Այս անգամ ազատվել չկա։ Տարբեր երկրներում այս երկրի շատ նահանգներ արդեն ընդունել են, եւ գիտեք, արևելքի երկրները, ովքեր որ ավելի շատ ավանդապաշտական են եղել, այսօր այդ ճնշումը նաև այնտեղ կա։ Օրերից մի օր այնտեղ էլ սրանք պիտի պետական մակարդակի վրա դրվեն։ Իսկ եթե փորձես խոսես նրանց դեմ, դա ինչ են համարում խտրականություն։ Խտրականություն։ Եթե խտրականություն, հետևանքում նաև կարող է ատելություն ծագել։ Հետևաբար tolerant, հետևաբար հանդուրժող պիտի լինենք նրանց հանդեպ։ Այո, մենք մարդուն չենք ատում, որովհետև Աստված է մարդուն սիրում, մենք էլ պարտավոր ենք սիրել։ Սակայն այդ մեղսալից ապրելաձևը մենք չենք կարող արդարացնել։ Առարկաները իրենց անունով պիտի կոչենք։ Մեղք է եւ մեղք է։ Բարոյական արժեքները սիրելիներ, Աստված է սահմանում եւ ոչ թե մարդը։ Եդեմական պարտեզում առաջի զույգը մեղքը գործեց, իրենց ամոթալի վիճակը տեսան եւ Աստված նրանց հանդերձներ հագցրեց, որ այդ ամոթալի վիճակից դուրս գան։ Սակայն այսօր տարբեր երկրներում ակցիաներ են կատարվում
բացարձակապես մերկ անձնավորություններ։ Տղամարդիկ եւ կանայք հավաքվում են հրապարակներում։ Դուք պատկերացնում եք ինչ օրերի ենք մենք հասել։ Եվ ոմանք ասում են, այդ երևույթին պետք չէ նեգատիվ ձևով դիտել։ Շատ սովորական պիտի վերաբերվես, որովհետև մարդիկ իրենց ցանկությունների համեմատ են ուզում ապրել։ Այդպես են ուզում, թող այդպես լինի։ Իսկ կիսամերկ հագնվելը, եւ պիտի ասենք սա հիմնականում կանանց մոտ է, մանավանդ առիթ առնում են, երբ որ ամառային շրջանն է գալիս, եւ երբ որ կարծիքդ ասում ես, որ սխալ է, դա գայթակղեցնող է, ասում են, գիտեք, ճաշակ չունեք, սա ժամանակակից կյանք է, դուք հետամնացեք, ձեր մտածողությունը հին մտածողություն է, մարդիկ առաջ են գնացել, դուք ամեն բան պիտի ժամանակի շնչով տեսնեք։ Ինչ չափանիշ են մարդիկ գործածում։ Մի շարք հանրայդ արվեստի գործիչներ, աստղեր, այսպես կոչված, քաղաքական անձնավորություններ, սպորտսմեններ բռնվեցին շնության եւ պոռնկության մեջ եւ կարճ անցած ժամանակ անցած այդ ամենը իրենց տեղ եկավ։ Ասեցին, որ գիտեք, պետք չունեք այդ մարդկանց քննադատելու, որովհետեւ դա իրենց անձնական կյանքն է։ Իդեպ հետեւյալ ասենք, որ ոմանք չեն տարբերում սա, շնություն եւ պոռնկություն, ասում են շնությունը վերաբերում է տղամարդուն, պոռնկությունը կնոջը, սխալ է։ Շնություն լինի կին թե տղամարդ, ամուսնությունից դուրս կատարվող որևէ անառակ քայլ համարվում է շնություն։ Իսկ պոռնկությունը լինի տղամարդ կամ կին, ովքեր որ ամուսնացած չեն, սակայն անօրեն կապերի մեջ են, սա էլ կոչվում է պոռնկություն։ Եվ դուք պատկերացրեք, այդ աստղերը, այդ սպորտսմենները, որ շատ երիտասարդների համար օրինակ են, ռոլ մոդել են համարվում, հա, ինչ օրինակ պիտի լինեն։ Նրանց օրինակին պիտի հետևեն այդ երիտասարդները։ Այս երկրի նախկին նախագահներից մեկը հենց ճերմակ տանը բռնվեց մեկի հետ այդ անառակ հարաբերության մեջ եւ հակադիր կուսակցությունը impeachment էր պատրաստում, որպեսզի նրան այդ իշխանությունից հեռացնեն։ Սակայն մարդկանց մեջ սրվեյ անցկացրեցին։ Գիտեք ինչ է դա։ Այսինքն մարդկանց կարծիքը իմանալու 62%-ը կատարվածը որպես շատ սովորական քայլ համարեցին։ Բայց չէ որ այդ անձնավորությունը այս երկրի թիվ 1 անձնավորությունն է հանդիսանում։ Եվ բարոյական, զրոյական արժեք։ Հաճախ մարդիկ ինչպես են վարվում ամոթի հետ։ Քանի որ այս աշխարհի մեջ ճիշտը եւ սխալը հարաբերական է, այդպես են ասում, որովհետեւ մեկի ճիշտը մյուսի համար սխալ է։ Եվ մյուսի սխալը այս մեկի համար ճիշտ է։ Հետևաբար, իրենց գիտակցության մեջ իրենք համոզում են, որ իրենց վիճակը ուրիշների վիճակից ավելի լավ է։ Ամեն բան հարաբերության մեջ դնելով։ Կամ ծածկում են ամոթը, միայն թե մարդիկ չիմանան եւ իրենց անվանը վնաս չգա, կամ փոքրացնում, reduce են անում կատարվածը, որ լրջագույն մեղք է։ Եղածը մի բան չի, ով չի անում, որ այս սկզբունքով։ Սակայն այսպիսիները իրենց ամոթալի վիճակը չտեսնելով կարող են ամոթ համարել հասարակության մեջ ավելի ցածր մակարդակ գրավող մարդկանց, ովքեր որ չարքաշ աշխատանք են անում, ասելով որ սևագործ բանվոր է, ամոթ չի, բայց այդ սևագործ բանվորը իր քրտինքով է իր ընտանիքը պահում, դա օրհնություն է իր համար։ Տեր Հիսուս ինչ մասնագիտություն ուներ։ Հյուսն ատաղծագործ էր։ Պողոս առաքյալը վրանագործ էր։ Տեր Հիսուսի աշակերտների մեծամասնությունը ձկնորսներ են, մատեոսներ,
մաքսավոր էր, որ այդ հասարակության մեջ անարգված մեկն էր, սակայն Աստված այդպիսիներին ընտրեց, ովքեր որ իր համար առաքյալներ պիտի դառնային։ Աստված հռչակում է, որ ամոթը մեղքի արդյունքն է։ Հաջորդական մի քանի համարներ կարդանք, մեզ համար ավելի պիտի բացվի այս ճշմարտությունը։ Առաջի Կորինթացիս 15:34 համարը։ Արդարությունով զգաստացեք ու մեղք մի գործեք, որովհետև ձեզանից ոմանք Աստծո գիտությունը չունեն, ձեզ ամաչացնելու համար եմ ասում, որ այդ մեղսալից կյանքից հետ քաշվեք։ Սաղմոս 4:2 Աստված է խոսում. մարդկանց որդիներ, միչև երբ իմ փառքս ամոթի պիտի դարձնեք եւ ունայնություն պիտի սիրեք ու ստություն պիտի փնտրեք։ Նաեւ Եփեսացիս 5-րդ գլուխ 10-12 ամաները քննեք թե ինչ է Տիրոջը հաճելի ու կցորդ մի եղեք խավարի անպտուղ գործերին, այլ մանավանդ դրանք հանդիմանեք։ Վասնզի անոնց մեջ գործված գաղտուկ բաներու մասին խոսիլն ալ ամոթ է, բայց երբ բանը լույսի մեջ ցուցադրված է, հայտնի կլա, վասնզի ամեն բան, որ հայտնի է, լույս է։ Խավարի մեջ կատարված մեղքերը, անգամ դրանց մասին խոսելը ամոթ է, ինչ մնաց, որ այդ մեղքերը կատարվեն։ Բայց Աստված իր լույսի պրիզմակով քննելով տեսնում է ամեն բան։ Մարդկանցից թաքնված մնացած մեղքերը անգամ Աստծո առջև հայտնի են եւ դրանց պատասխանը տալը կա։ Հռոմեացիս 6-րդ գլխից 20-23 համարները։ Վասնզի երբ դուք մեղքի ծառաներ եք, արդարությունից ազատ եք, ուրեմն այն ժամանակ ինչ պտուղ ունեիք, այն բաներից, որոնցով հիմա կամաչեք, ապաշխարությունից առաջ մեր ապրած կյանքը։ Ամեն մեկը թող հիշի։ Թերևս ոմանք մեծ մեղքերի մեջ չեն ընկել, միևնույնն է։ Մեր մտածելակերպը, մեր ընթացքը, մեր կատարած գործերը, խորհուրդները, բոլորն մեղսալից են եղել։ Վասնզի նրանց վերջը մահ է, բայց հիմա մեղքից ազատված եւ Աստծո ծառաներ եղած ձեր պտուղ ունեք սրբությունով եւ վերջը ինչ հավիտենական կյանք։ Քանզի մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո ձրի պարգևը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով իրեն փառք հիմա եւ հավիտյան։ Ամոթից ազատագրվելու միակ միջոցը Հիսուսի արյան զորությունն է սիրելներ, ուրիշ միջոց չկա։ Դրա համար աշխարհի մարդիկ, որ Քրիստոսը չունեն, իրենց ամոթը իրենց վրա խարանված է։ Նրանք մեկ միջոցով կարող են ազատագրվել, Քրիստոսի արյունն է, այլապես ինք իրեն տրամադրի, ինք իրեն արդարացնի, միևնույնն է Աստծո առջև մնում է դա։ Հիշեք մի պատմություն, երբ որ Տեր Հիսուս հյուրընկալվեց Փարիսեցի Սիմոնի տանը։ Քաղաքի մեջ ճանաչված մի մեղավոր կին կար, բոլորը նրան գիտեին, այս կինը մեկ շիշ անուշահոտ յուղ վերցրեց եւ եկավ այդ տունը։ Կարդանք Ղուկասու 7-րդ գլխից 39-ից 49 համարները։ Ու երբ տեսավ Փարիսեցին, այս Սիմոնն է, որ Հիսուսին հրավիրել էր, ըսավ իր մտքի մեջ. սա եթե մարգարե լիներ, պիտի գիտենար, թե ով եւ ինչպիսի կին է իրեն դպչողը, վասնզի մեղավոր է։ Հիսուս պատասխանեց նրան. Սիմոն, քեզ մի բան ունեմ ասելու։ Նա էլ ասավ. ասե վարդապետ։ Հիսուս ասավ. փող տվող մեկը երկու պարտական ուներ։ Մեկը 500 դարեկան պարտք ուներ ու մյուսը 50, որտեվ հատուցանելու կարողություն չունեին, երկուսն էլ շնորհեց։ Հիմա ասե, ասում է, որը ավելի պիտի սիրեն նրան, այսինքն այդ մարդուն, որ նրանց ասած գնացեք, այլևս ձեր
Պարտքերը չեմ վերցնում։ Պատասխան տվավ Սիմոնուսավ, ինձ այնպես կերևա, թե որը որ շատ շնորհեց։ Նա էլ ասավ անոր. ուղիղ դատեցիր, ու դառնալով դեպի այն կինը ասավ Սիմոնին. կտեսնես այս կինը։ Ես քո տունդ մտա, դու ոտքերուս ջուր չտվիր, բայց անիկա իր արցունքներով ոտքերս թրջեց եւ իր մազերով սրբեց։ Դու ինձ համբուր չտվիր, բայց անիկա հոս մտնել են ի վեր, ոտքերս համբուրելով չդադարեցավ։ Դու իմ գլուխս ձեթով չոցեցիր, բայց նա իմ ոտքերս անուշահոտ յողով օծեց։ Սրա համար կսեմ քեզի, ներված են ասոր շատ մեղքերը, վասնզի շատ սիրեց, բայց որը որ քիչ ներվի, անիկա քիչ կսիրե։ Եվ ասավ անոր, քու մեղքերդ ներված են։ Այո, դրսում աշխարհի մեջ ամոթ էր այդ կնոջ համար, որտեվ մատնացույց էին անում, մեղավոր կինը, բոլորը գիտեն, բայց եկավ Քրիստոսին, նրա արյունով սրբվեց, թե մարդկանց գիտակցության մեջ այդ ամոթը մնա, Աստծու կողմից այդ ամոթը վերացած է։ Սաղմոս 130-4 համարները, ով Տեր, եթե անօրությունները, այսինքն հանցանքները, մեղքերը հիշելու լինես, Տեր ով կարող է կենալ, բայց քու մոտ է թողությունը, որպիսի քեզանից վախենան, այլ կերպ ասած չապաշխարելու դեպքում իմանան, որ հետևանքը պիտի քաշեն։ Հետ գալու, Աստծուն դառնալու ճանապարհը մեզ ներկայացնում է Եսայի մարգարեն 55-րդ գլխի 7 համարում։ Թող ամբարիշտը իր ճամփայից եւ անորեն մարդը իր խորհուրդներից հրաժարի։ Ու Տիրոջը դառնա եւ նա պիտի ողորմի նրան։ Ու մեր Աստծուն վասնզի անիկա առատապես կները։ Ետ դարձողի համար միջոցը կա եւ Քրիստոսի արյունն է դա։ Այդ ներումը նա պիտի ստանա։ Հիսուս սիրելներ համայն մարդկության ամոթը կրեց։ Խաչելությունը ինչպիսի մահ էր, ամենաանարգալից մահն էր։ Խաչի վրա ում էին սպանում, խաչում, մարդասպաններին, գողերին, ավազակներին, սուրբը եւ արդարը, միակ մեկը ում մեջ մեղք չկար եւ երբեք մեղք չգործեց, մեզ համար մեղավոր սեպվեց, համայն մարդկության համար, եւ խաչի վրա որպես մեղավոր մեռավ։ Դելարոսայի ճանապարհը շատ անարգալի ճանապարհ էր։ Իր վրա թքում էին, իրեն անարգում էին։ Մեղավոր մարդիկ, փոշուց թեթև մարդիկ Հիսուսի հետ այդպես վարվեցին եւ ինքը հոժարությամբ այդ ամենը կրեց, որտեւ ինքը գիտեր ինչի համար է սա անում։ Համայն մարդկության ամոթը Հիսուս իր վրա վերցրեց, ելներ, եւ Եբրայեցիներին գրված նամակում 12-րդ գլուխ 2-րդ համարը հետեւյալն է ասում. Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որը իր արչև կեցած ուրախության համար խաչը հանձնարավ, ամոթը արհամարեց ու Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Ամոթը արհամարեց։ Ինչ ամոթալի վիճակ։ Այդ ամբողջ ճանապարհին մարդիկ աջ ու ձախ կողմից հավաքված դիտում են, իրենց համար թատրոն է։ Եվ ում որ խաչում էին, ընդհանրապես ճանապարհի եզրին էին խաչում, այնպիսի տեղեր, որ մարդիկ տեսնեն։ Եվ անցնողները անիծում էին, թքում էին։ Ամոթի ներումը, որ մեղքից է հետևում, դա կոծկում չէ, ոչ էլ անտեսել է, այլ Քրիստոսի արյան քավության արդյունքն է։ Ամոթի մեկ այլ դիպվածի մասին խոսենք, սա մեկ ուրիշ հարթություն է մեզ տանում։ Երբ սատանան գործածում է մարդկանց, այդ թվում նաև ցավոք պիտի ասենք հավատացյալներին, տարբեր չար հանգամանքներով, evil circumstances, չեղած բաները այս կամ այն անձի վրա մանավանդ
Աստծուն նվիրված մարդկանց վրա բերելու, ամոթի առիթ ստեղծելու, այդ գործը սատանան լավագույն ձևով կատարում է։ Եվ դրա համար ինչ է տեղի ունենում, զրպարտում, չարախոսություն, չեղած բաները։ Եթե բաներ կան, որ եղած են, ճշմարտություն է դա, բայց չեղած բաները մասնավոր մեկ նպատակով ամոթի համար, անունը պախարակելու համար։ Այդպես վարվեցին Տեր Հիսուսի հետ։ Նրան ինչ անվանեցին, ազգը պառակտող։ Հիսուս հրաշքները անում էր, բժշկությունները անում էր, ասում էր մարդկանց չասեք։ Մասնավորաբար, որպեսզի ամբողջ հավաքվի եւ իրեն չմեղադրեն այդ բանի մեջ։ Բայց ինքը ինչ կարող անել, երբ որ մարդիկ իրեն էին հետևում։ Իրեն ասում են, որ օրենքը անարգում է։ Տեր Հիսուս ինչ ասաց։ Ես չեկա օրենքը ավրելու, այլ կատարելու։ Եվ մեր փոխարեն ինքը օրենքը կատարեց, օրենքի բոլոր կետերը լրացրեց, որպեսզի մենք իրեն հավատալով օրենքին պարտական չգտնվենք, որտեղ օրենքը սպանում է։ Օրենքի պատվիրանները հակառակ են մեր բնությանը, մեղավոր բնությանը։ Օրենքը սպանում է։ Հիսուս այդ օրենքը մեզ համար լրացրեց, որպեսզի մենք արդարացած իրեն պաշտենք հոգով եւ ճշմարտությունով։ Իրեն մեղադրեցին, որ տաճարը քանդում է։ Հիսուս ասաց. քանդեք այս տաճարը եւ 3 օրվա մեջ ես կանեսնեմ։ Չհասկացան, կարծում են, որ այդ տարիների մեջ կառուցված տաճարի մասին է խոսում, բայց Հիսուս խոսում էր իր մարմնի տաճարի մասին։ Այսինքն քանդեք, ինձ սպանեք, 3-րդ օրը հարություն պիտի առնեմ։ Իրեն մեղադրում էին, որ այն դևերը, որ հանում է, Բեղզեբուղ իշխանով է անում, այլ կերպ ասած սատանայով։ Իրեն մեղադրում են, որ մեղավորների հետ է ուտում եւ խմում, եւ Տեր Հիսուս ինչ ասաց։ Արդարներին փրկություն պետք չէ, փրկիչ պետք չէ, նրանք ովքեր որ իրենց արդարացնում են։ Ես մեղավորների համար եկա, նրանք ովքեր որ իրենց մեղքերը խոստովանում են։ Նույն ձևով վարվեցին Պողոս առաքյալի հետ, չեղած բաները իր անվանը կցելով, զրպարտություններ անելով։ Պողոս առաքյալը նվիրյալ մի անձնավորություն էր, այդչափ զբաղված լինելով հանդերձ, իր պետքեր ինքն էր հոգում, վրան էր կարում, եւ այդ միջոցները ոչ միայն իր պետքերն էր հոգում, նաեւ աղքատներին էր տալիս, եւ զրպարտություն արեցին իր հասցեն ասելով, որ փող է ստանում։ Նպատակը մեկն էր, անունը պախարակել, ամոթի զգացողություն բերել իր վրա։ Մատթեոս 5-րդ գլխի 10-12 համարները լեռան քարոզներ եւ Տեր Հիսուս ասաց. Երանի նրանց, որ հալածված են արդարության համար, որովհետեւ երկնքի թագավորությունը նրանցն է։ Երանի է ձեզ, երբ կնախատեն ձեզ եւ կհալածեն եւ սուտ տեղը ամեն կերպ գեշ խոսքեր կխոսին ձեր վրա ինձ համար։ Ցնծացեք եւ ուրախ եղեք, որովհետեւ ձեր վարձքը շատ է երկնքում, քանզի այս կերպով հալածեցին ձեզանից առաջ եղած մարգարեներին։ Այո, ցնծանք եւ ուրախանանք, որովհետեւ սատանայի գործերը ի վերջո պիտի քանդվեն։ Պետրոս առաքյալը առաջի իր թղթում գրում է 3-րդ գլուխ 16 համար. Մաքուր խշմտանք ունեցեք, որպեսզի նրանք, որ ձեզ կբամբասեն իբրև չարագործներ, ամոթով մնան, որ Քրիստոսով եղած ձեր բարի վարքը կպախարակեն։ Այլ կերպ ասած, Աստված մի օր պիտի պապանձեցնի այդպիսիներին։ Թույլ է տալիս ինչ-որ բաներ կան, ի վերջո իր արդարությունը պիտի հաստատվի։ Ամոթի, ամաչելու, ամոթով մնալու վիճակի մեկ այլ մասնավոր օրինակ էլ քննենք։ Հայտնության գրքում գիտեք, որ 7 եկեղեցիների պատգամը կատարված եւ 6-րդ եկեղեցին Ֆիլադելֆիան է, եղբայրասիրության եկեղեցին է, 1800-ական թվականներից սկսեց մինչև այսօր
ավետարանության մեծ դուր բացվեց, միսիոներական շարժումը զորացավ ամբողջ աշխարհում, եւ նաեւ վերջին եկեղեցին, որ կոչվում է ինչ? Լաոդիկեի եկեղեցի։ Լաոդիկե նշանակում է ժողովրդի իրավունքը կեղեքել։ Այս այն եկեղեցին է, որ իր մեջ ներառում է բոլոր ծիսական եկեղեցիները, բոլոր այն եկեղեցի կոչվածները, որտեղ խաչյալ եւ հարուցյալ Քրիստոս չի քարոզվում, փոխարենը քարոզվում է հոգեբանություն եւ Սուրբ գրքի փոխարեն մարդկային պատմությունների յետևից են։ Հետևյալն է գրում. Լաոդիկեի մեջ եղած եկեղեցու հրեշտակին գրե, այսպես կսե ամենը հավատարիմ եւ ճշմարիտ վկան Աստծո արարածների սկիզբը Հիսուս Քրիստոսն է սա։ Գիտեմ քու գործերդ, որ ոչ պաղ ես, ոչ տաք, երանի թե պաղ լինեիր կամ տաք լինեիր։ Ուստի դու որ գաղջ ես, ինչ է գաղջ? Lukewarm, գոլ։ Գոլ ջուրը հնարավոր չի խմել, շատ զզվելի է։ Տաքը կխմես, սառն էլ ամենայն սիրով կխմես, բայց այդ գոլ ջուրը ոչ տակ, ոչ պաղ, քեզ բերանից ես դուս փսխելու վրա եմ։ Աշուշ տեսնում եք, որ արդեն փսխել է։ Քանզի կսես, ես հարուստ եմ, բա ինչի հարուստ չպիտի լես։ Մեծ տրամատ չափի խողովակով է գալիս։ Ես հարուստ եմ, մեծացա բանի կարոտ չեմ, բայց չգիտես թե դու խեղճ, թշվառական, աղքատ, կույր եւ մերկ ես։ Ես քեզ խորհուրդ կտամ ինձանից կրակի մեջ փորձված ոսկի ծախուար։ Կրակի մեջ փորձված ոսկի, դու հավաքում ես աշխարհի ոսկին, բայց իրական ոսկին Աստծո խոսքն է։ Որպեսզի հարստանաս ու ճերմակ հանդերձներ, որ Քրիստոսի արդարությունն է ներկայացնում, չունես, որպեսզի հագնիս, որպեսզի քո ամոթալի մերկությունը չերևա եւ աշկերի դեղդիր, որպեսզի տեսնես։ Ադամի եւ Եվայի ամոթալի մերկությունը ծածկվեց, բայց Լաոդիկեի եկեղեցու ամոթալի մերկությունը մնում է, որովհետեւ Քրիստոսի խոսքը չունի, ապաշխարություն չունի, զղջում չունի։ Ներկայացրեցինք, թե ինչից ամաչենք, հիմա ներկայացնենք, թե ինչից չամաչենք։ Օրինակ, Տեր Հիսուս չամաչեց մեզ համար խաչը ելնելը։ Տեր Հիսուս չամաչեց մեղավոր ապաշխարողին իր եղբայր կոչելուն։ Ասաց, դուք իմ եղբայրներն եք։ Պատկերացրեք, մեղավորը ուր, արդար ու սուրբը ուր, մեզ եղբայրներ կոչեց Տեր Հիսուս։ Եվ նաև Եբրայեցիս 2 գլխում գրված է 12 համարը։ Հորն է դիմում, քու անունդ եղբայրներիս պիտի պատմեմ, ժողովի մեջ քեզ պիտի գովեմ։ Պողոս առաքյալն էլ բաներ կար, որ իր համար ոչ միայն ամոթ չէր, դա իր կյանքի նպատակն էր։ Հետևյալն է գրում։ Հռոմեացիս 1:16 համարում։ Ես ամոթ չեմ համարում ավետարանը, քանզի այն Աստծո զորությունն է բոլոր հավատացյալների փրկության համար։ Ավետարան քարոզելը դարերի ընթացքում միշտ էլ հակառակության հոգի է առաջացրել եւ սատանան իր բանակ ունի, իր նվիրյալներ ունի, միշտ էլ հարձակումներ ավետանի դեմ եւ քարոզողների դեմ եղել են։ Բայց Պողոս առաքյալի համար ամոթ չի ավետարան քարոզել, իսկ մեզ համար մենք ամաչում ենք ավետանը քարոզելուց, հա? Պողոս առաքյալը բազմապիսի եւ բազմաթիվ հալածանքներ կրեց ավետանը տարածելու համար։ Կորինթացիներին գրած նամակում, առաջի Կորինթացիս 4:9 ասում է. Աստված մեզ հետիններ արավ, առաքյալներիս, քանզի տեսարան եղանք աշխարհին, հրեշտակներին եւ մարդկանց։ Ավետանի գործը
Նաև այսպիսի վիճակի մեջ նրանց դրեց, բայց դա այդ հանգամանքը իրենք ամոթ չեն համարում, ոչ մեկ ամոթ Աստծո փառքի համար, ինչ էլ որ լինի։ Եվ այս նշանաբանով նրանք առաջնորդվեցին։ Եվ ինքը անձնական փորձառություն ունենալով Տիմոթեոսին է գրում հետևյալը, երկրորդ նամակն է սա, երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխ 6-ից 12 համարները։ Քու միտքդ եմ բերում, որ արծացես Աստծո պարգևը, որ քեզ տրվեց, երբ իմ ձեռքերս քո վրա դրիմ։ Որտեվ Աստված մեզ երկչոտության հոգի չտրեց, հապա զորության եւ սիրո եւ զգաստության։ Ուստի ամոթ մի համարի մեր Տիրոջ վկայությունը, ոչ էլ ինձ դրա համար կապվածս, հապա մասնակից եղիր ավետանի չարչարանքներին Աստծո զորության համեմատ, որ մեզ փրկեց եւ սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերին նայելով, հապա իր նախասահմանության ու շնորհքին նայելով, որ Քրիստոս Հիսուսով մեզ տրվեցավ հավիտենական ժամանակներ առաջ, բայց հիմա հայտնվեց մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի երևալով, որ մահը խափանեց եւ իր լույսի հանեց կյանքը եւ անմահությունը ավետանի միջոցով։ Կյանքը եւ անմահությունը սրա մեջ է։ Մենք ամոթ պիտի համարենք այդ դավանությունը։ Պողոս ամոթ չհամարեց, առաքյալները չհամարեցին, հորդորում է Տիմոթեոսին էլ, որ ամոթ չհամարի։ Գիտեք, հաճախ ավետարան քարոզելը ներկայացում է որպես թուլություն, ինչ է նշանակում, մարդկանց գնաս ասես, ես մեղավոր եմ, Աստծո առջև ծնկի եմ գալիս, մեղքերս եմ խոստովանում։ Թուլություն է դա, կարծես տկարություն է, ինչ կասեն, մարդիկ իրենց մտքի մեջ չմտածեն, ասեն, անմիտ են սրանք, հիմար են, ինչեր են խոսում։ Ումից պիտի ամաչենք, սատանայի որդիներից։ Դու իմացի քու կոչումդ, դու Աստծո որդի ես, համայն տիեզերքի մեջ ամենամեծ կոչումն է սա։ Դու Աստծո որդի ես։ Դու երբեք ամոթ չհամարես ավետարանը, քո դավանությունդ, որ դու Տիրոջն ես պաշտում, որ Հիսուս քու Տերդ եւ քու փրկիչդ է։ Աստծուց իմաստություն խնդրի, որ խորագիտությամբ կարողանաս հարմար պահը գտնելով, իրավիճակները քննելով, քո այդ փրկությունը նաեւ ներկայացնես մարդկանց առջև, որ Աստված ապաշխարողին շնորհում է հավիտենական կյանք։ Հիսուս Քրիստոս քո կյանքիդ մեջ իմաստության եւ գիտության բոլոր գանձերը նրա մեջ են։ Նա իշխանություն ունի հավիտենական կյանք տալու։ Նա իր կյանքը դրեց ետ առավ եւ ասաց, ես եմ հարությունը եւ կյանքը, ով որ ինձ հավատա, թեև մեռնի, հավիտյանս հավիտենից պիտի ապրի։ Նաեւ երկրորդ գլխի 15 համարում Պողոս առաքյալ Տիմոթեոսին մեկ ուրիշ հորդորել է գրում. ջանք արա անձդ ընտիր ցույց տալու Աստծո առջև այնպիսի բանվոր մշակ լինելով, որպիսի չամաչես ճշմարտության խոսքը շիտակ բացատրելու։ Սա շատ կարևոր մի բան է։ Այսօր շատերի շրթունքներից Աստծո անունն է խոսվում։ Արդյոք ամենքն են Սուրբ գրքից քարոզում։ Եվ գիտեք, հովիվներ, քարոզիչներ, բարգավաճման ավետարան, այդպիսի ավետարանը շինծու է։ Այս ավետարանը փրկության ավետարան է, որի մեջ բազմաթիվ օրհնություններ կան գրված։ Բայց բարգավաճման ավետարանը մարդկանց կողմից ստեղծված է, որոշ համարներ առնելով իրենց համար դարձրել են ավետարան։ Եվ դրա համար իրենք մարդկանց խաբում են շայի համար, իրենց գրպանի համար։ Տիմոթեոսին գրված երկրորդ նամակի 4 գլուխ 2-ից 4 համարներում կարդում ենք. Խոսքը քարոզ է մտադրությամբ, գործիտ պարապ է, ատենեն ու ատենից դուրս, հանդիման է, սաստ է, հորդոր է, ամենայն երկայն մտությամբ ու վարդապետությամբ։ Որովհետև ժամանակ պիտի գա, որ ողջամիտ վարդապետությանը պիտի չհամբերեն,
Հապա հաճելի բաներ լսելու մանմանջով իրենց ցանկությունների համեմատ վարդապետներ պիտի դիզեն իրենց ու ճշմարտությունից ականջնին պիտի դարձնեն եւ առասպելների ետևից պիտի գնան։ Մարդիկ ինչ են ուզում այսօր լսեն, իրենց ականջին հաճելի բաներ, իրենց կյանքերի համար հաճելի բաներ, բայց մեղք, դատաստան, Քրիստոսի խաչ, մեռելների հար չեն ուզում այսպիսի բաներ լսել, հոգեբանություն։ Եվ թյուրիմացիոնը ելել ասում է. ժողովուրդ, այս տարի հայերի տարին է, բոլորդ պիտի հարստանաք։ Եվ մարդիկ լսում են, այս անձնավորությունը ասում է պիտի հարստանաք, բա ինչպես, գնանք իրա մոտ, երբ որ գնում են, ճանապարհ ասում է, որպեսզի դու հարստանաս, ինձ պիտի տաս, որ Աստված էլ քեզ տա։ Լավ միջոց է, չէ՞։ Եվ սա կոչվում է գրպանի ավետանիշներ։ Նրանք ովքեր որ այդ անունը իրենց վրա առել են եւ Քրիստոսի անունը խայտարակում են։ Ընդհանրապես մարդկանց մեջ համընդհանուր կարծիք կա, չէ՞։ Բանտ նստելու կապակցությամբ ընդհանրապես որպես վատ են նայում։ Բանտ են նստել, մանավանդ հանցանք է արել, ինչ ամոթ մի բան։ Երեք որքան ազնվորություններ են եղել, որ բանտ նստելուց հետո այնտեղ Քրիստոսին են գտել։ Եվ սա Աստծո կողմից մեծ ողորմություն է նրանց եղել։ Նաև ոմանք էլ կան, որ ընդհանրապես շարունակական բանտ նստելը համարում են լավ բան։ Ինչ են ասում, նստած դուրս եկած տղա է այս։ Այսինքն կյանքը լավ է հասկանում ինքը։ Նստած դուրս եկածը։ Սակայն Հիսուսի անվան համար բանտ նստելը ոչ թե ամոթ է, այլ առանձնաշնորհ է, privilege, պատիվ է։ Պողոս առաքյալը նստեց թե չէ։ Պողոսը եւ Շիղան Ֆիլիպեի բանտում այնտեղից էլ 4 թղթեր գրեցին եւ այնտեղ նրանց ուրախությանը չափ ու սահման չկար։ Պետրոս առաքյալը հետևյալն է գրում. Առաջի Պետրոս 4 գլուխ 12-16 համարները։ Սիրելիներ, օտար բան մի համարեք այն նեղության բորբոքը, որ ձեզ փորձելու համար կլինի, որպես թե օտար բան ձեզ հանդիպած է։ Հապա ուրախ եղեք, քանի որ Քրիստոսի չարչարանքներին հաղորդակից եղած եք, որպեսզի նրա փառքի հայտնվելու ժամանակ էլ ցնծությամբ ուրախանաք։ Եթե Քրիստոսի անվան համար նախատվեք, երանելի եք, որովհետև փառքի եւ զորության եւ Աստծո հոգին ձեր վրա հանգչած է։ Արդարև, նրանց կողմանից կհայոյվի, բայց ձեր կողմանից կփառավորվի։ Չլինի թե մեկը չարչարվի իբրև մարդասպան, գող, չարագործ կամ իբրև ուրիշի բանի խառնող։ Բայց եթե չարչարվի իբրև քրիստոնյա, թող չամաչի, հապա սրա համար Աստծուն թող փառք տա։ Այսօր Պարսկաստանում եղբայրն էլ այդ մասին ասավ։ Գիտեք, քանիստներ կան, պարսիկ են իրենք ազգությամբ, նախկինում մուսուլման են եղել, եւ քրիստոնյա են դարձել, եւ նրանց բանտերում պահում են, եւ ահա որ հալածանքների են ենթարկում նրանց, բայց նրանք իրենց դավանությունը չեն ուրանում, Հիսուս նրանց համար Տեր եւ Փրկիչ է, ինչ էլ որ պատահի, անգամ եթե նրանց մահվան դատապարտեն։ Եվ դարերի ընթացքում այդպիսի մարտիրոսներ շատ են եղել, ովքեր որ իրենց պարանոցն են դրել Քրիստոսի համար, չարչարվել են, հալածվել են, սպանվել են որպես քրիստոնյաներ։ Խոստացված միջոց, տեսեք ինչ է ասում Եսային։ Եսայի 50-րդ գլուխն է սա եւ 6-7 համարները։ Իմ կռնակը զարնողներուն եւ այտերս փետտողներուն տվի, իմ երեսս նախատիկի եւ թուքից չծածկեցի, բայց Տերը ինձ կօգնե, եւ ադոր համար ամոթապարտ պիտի չլնեմ, ամոթին պարտական չպիտի գտնվեմ, թեև այսպես վարվեցին ինձ հետ, բայց Աստված է ինձ արդարացնողը, Աստված է ամեն տեսակ ամոթը վերցնողը։ Ուրեմն մենք պիտի զանազանենք աշխարհի պատկերացած ամոթը եւ Աստծո կողմից ներկայացվածը։ Մեզ համար արդարացնողը Տերն է։ Հիսուս ասաց հետևյալ խոսքերը։ Ղուկաս 9-րդ գլուխ 26 համար։ Ով որ ինձ
Եվ իմ խոսքերս դավանիլը ամոթ համարի մարդկանց առջև, որդի մարդոնել, այսինքն Տեր Հիսուս ինքը, ամոթ պիտի համարի, երբ ինքը գա հոր փառքով։ Ինչպես սա հասկանանք, ոմանք սխալ մեկնաբանությամբ վախ են առաջացնում հավատացյալների մոտ, ասելով, որ առիթը եկավ Հիսուս վկայելու եւ չվկայեցիր։ Վերջ, կորցվեցիր։ Դու պիտի աներ, տեսեք Հիսուս ինչ ասում։ Ինչպես հասկանանք այս խոսքը։ Այս խոսքը հետևյալն է. մեկը, որ մինչև իր կյանքի վերջ հրաժարվում է դավանել Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, Հիսուս էլ նրան հոր առջև է, որ չպիտի դավանի։ Սակայն մարդկային տկարության արդյունք եղած այդ վախենալը, քաշվել, ամոթ զգալը, անշուշտ որ Տիրոջ առջև երբ որ խոստովանությամբ գնանք, Աստված մեզ պիտի ների։ Պետրոս առաքյալը 3 անգամ ուրացավ։ Ասեցին դու էլ նրանց հետ ես, ասավ ես նրան չեմ ճանաչում։ Հետո դառնագին լացեց, աղերսեց եւ Հիսուս իրեն շնորհեց, ասաց այս հոտը, որ իմ հոտն է, արած է այս հոտը։ Հանձնեց Պետրոսին։ Սրտովդ հավատա, բերանովդ խոստովանի։ Սկզբունքը սա է, ինչ էլ որ պարագան լինի, սրտովդ հավատում ես, բերանովդ խոստովանում ես։ Աստված հռչակում է, ինձ ապավինողները պիտի չամաչեն, որովհետև մենք գիտենք ում ենք հուսացել, որովհետև մենք Աստծո խոստումները գիտենք եւ այդ հույսը երբեք ամոթով չի թողնելու։ Ուրեմն հույսը ամոթով չի թողնելու։ Հռոմեացիս 9:33 ով որ նրան հավատա պիտի չամաչի, հույսը ամոթով չի մնալու, հավատքը ամոթով չի մնալու։ Իսկ նրանք ովքեր որ այս հույսը եւ հավատքը չունեն, ամոթով պիտի մնան։ Եվ դա սովորական աշխարհի պատկերացած ամոթը չի, սարսափելի մի բան է։ Հետևանքը սարսափելի է։ Ահա հերթականությունը ներկայացնեմ։ Անշուշտ ամեն անգամ ներկայացնում ենք, բայց այս անգամ ավելի մանրամասնությամբ, մանավանդ մեր հեռուստադիտողների համար։ Մարդ արածը երբ որ մահանում է, իր հոգին եւ անձը անջատվում են այդ մարմնից։ Մարմինը Աստծո հրամանի համաձայն գնում է գերեզման։ Եթե մեկը իր կյանքը ապրում է Քրիստոսով, որպես Տեր եւ Փրկիչ ունի, Աստծո հրեշտակները նրան տանում են դրախտ, հավիտենականություն են մտցնում։ Բայց նրանք ովքեր որ Հիսուսին Տեր եւ Փրկիչ չունեն, սատանայի հրեշտակները հափշտակում են եւ տանում են դժոխք։ Եվ ահա այնտեղ ամենասարսափելի վիճակն է, եւ Տեր Հիսուս ավելի շատ դժոխքի մասին զգուշացրեց, քան թե դրախտի մասին խոսեց։ Այնտեղ կա լաց եւ ակրաներ կրճտել, հավիտյանս հավիտենից։ Կրակը այնտեղ չի մարում, մարդը այրվում է ու չի վերջանում։ Իր գիտակցությունը, իր ով լինելը ինքը գիտի ամեն վարքյան։ Դե որտեղից գիտեք այսպիսի բաներ եք ասում։ Այդ որ գիտական գրքում է գրված։ Աշխարհի ամենամեծ գիտական գրքում, որի անունը Սուրբ Գիրք է։ Տեր Հիսուս մեզ ներկայացրեց աղքատ Ղազարոսի եւ մեծատունի պատմությունը եւ այնտեղից մենք իմացանք այդ իրական կատարված դեպքից, որ Ղազարոսը վայելում էր դրախտը, բայց այդ հարուստ մարդը, որ ապրեց որպես իբրև մարմին միայն իր անձի եւ սրտի ցանկությունները կատարեց եւ հպարտությամբ ապրեց այս կյանքը, հայտնվեց դժոխքի մեջ եւ անգամ մեկ կաթիլ ջրի կալոտ էր։ Հայր Աբրահամ ուղարկի Ղազարոսին, թող մատը թրջի, շրթունքներից դպնի եւ դրա հնարավորությունը չգտնվեց։ Լավ է դեպքում ուղարկի, որ 5 եղբայր ունեմ, նրանք այստեղ չգան, որովհետեւ սարսափելի էր այդ վիճակը։ Եվ նրանք ովքեր որ ավետանի ճշմարտությունները այսօր անարգում են, այդ վիճակի մեջ պիտի ընկնեն։ Սարսափելի է, չէ՞։ Ուրեմն սարսափեք, վախեցեք, դրա համար ենք ասում։ Ձեր գլխի տակ փափուկ բառ չենք դնում։ Ճշմարտությունը խոսում ենք։ Այսօր կյանքը եւ Աստված քո առջևդ է դնում։ Կյանքը ընտրի, որ է Քրիստոս, մեղքերի թողություն կլինի, հավիտենական կյանք կունենաս։
Սրտիդ մեջ իրական ուրախություն եւ խաղաղություն կգա։ Կյանքիդ նոր արժեքը կգտնես։ Բայց նրանք, ովքեր որ մերժում են, վերջավորությունը կարդանք։ Դատաստան եւ սարսափելի։ Հայտնություն 20-րդ գլուխ 11-ից 15 համարները։ Մեծ ջերմակ աթոռ տեսա, որի վրա մեկը նստած էր։ Նրա երեսից երկիր ու երկինք փախան ու տեղ չգտնվեցին։ Հովհաննես առաքյալը ինչպես տեսավ Տեր Հիսուսին։ Տեսավ, ասում է, մեռելի նման գետին անկա։ Փառքի մեջ։ Տեսավ պստիկ եւ մեծ մեռելներ, որոնք Աստծո առջև կանգնած էին։ Գրքերը բացվեցին եւ ուրիշ գիրք էլ բացվեց, այսինքն կյանքի գիրքը, եւ գրքերի մեջ գրված մեռելները դատվեցին իրենց գործերի համատ, եւ ծովի միջի մեռելները տվեց եւ մահ ու դժոխքին միջի մեռելները տվին։ Ամեն մեկ իր գործերի համատ դատվեցան, եւ մահ ու դժոխքը կրակի լճի մեջ կձգվեցին։ Սա է երկրորդ մահը, եւ ով որ կյանքի գրքի մեջ գրված չգտնվեց, կրակի լճի մեջ ձգվեց, հավիտյանս հավիտենից, ազատող չի լինելու այնտեղից։ Դրա համար Աստծո խոսքը մեզ հորդորում է, որ Տիրոջը գանք։ Մեր կյանքերի մեջ եղած, ծածկված, պահված ամոթները, մեղսալից ընթացքը Տիրոջ առջև բերենք, խոստովանություն անենք, եւ Քրիստոսի արյունը գրվածը մեզ բոլոր մեղքերից պիտի սրբի, Աստված է ասում, առանց հիշեցնելու, առանց պայմանի։ Դու պիտի դառնաս Աստծո որդի եւ հավիտենականության ժառանգորդ։ Տերը թող այս իմաստությունը տա, որ այս քայլ անես, թող Աստված օրհնի իր խոսքը եւ ձեզ բոլորիդ ամեն։